Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հարգելի գործընկերներ այն քննարկումների համար, որոնք որ միտված էին ընտրական համակարգի խնդիրները վերհանելու կամ կատարված աշխատանքի վերաբերյալ ձեր գնահատականների, շնորհակալություն մեր աշխատանքը իմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրական համակարգի աշխատանքը բարձր գնահատելու համար ես պիտի հատուկ շնորհակալություն հայտնեմ Տիկին Կյուրեղյանին ԿՀ նախագահի պաշտոնում 3.5 տարվա իմ պաշտոնավարումը անթերի գնահատելու համար։ Ըստ էության այն հանգամանքը, որ անձիս, ասենք բացական լույսի կամ այդ ամբողջ որպես դպրոցականների մոտ բացական կերպարի նկարագրություն կրկին անգամ արդեն չեմ որորդ անգամ ներկայացվեց այն հանգամանքը, որ նախագահի ամբողջ կենտրոնական հանձնաժողովի նաև 6 անդամների ընտրության ժամանակ ես օգտվել եմ օրենքով ինձ տրված լիազորությունից որպես ԱԺ պատգամավոր, այսինքն ոչ մի անօրինական բան չի եղել։ 3.5 տարի 10-ից ավելի թիմ ընտրություններ են կազմակերպել, այդ թվում Երևանի ավագան ընտրությունները եւ չկար մեկ դեպք, որը որ կմատնանշվեր, որ օրինակ նախագահը արել է այսինչ, չգիտեմ, զազրելի եւ այլ այսինչ բանը, կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել որևէ ապօրինություն։ Հասկանում եք, անուղղակի փաստել, որ 3.5 տարի 22 թվականին ձևավորված կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3.5 տարի աշխատել է եւ իրացրել է օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները եւ բոլոր խնդիրներով հանդերձ չունենք այնպիսի փաստ, որը կարող է քաղաքական բանավեճի շրջանակներում անգամ որպես բացասական երևույթ ներկայացվելու։ Եվ ես կարող եմ եւս մեկ անգամ փաստել իմ պաշտոնավարման ընթացքում խստագույնս ես պահպանելու եմ քաղաքական չեզոքությունը։ Եվ ես որպես նախագահ իմ լիազորությունները եւ պարտականությունները իրացնելու եմ, որպեսզի կլինի մեր համայնքների ավագաններում թե խորհրդարանում միշտ ընտրված պաշտոնյաները ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ իրենք, այսինքն այն մարմինները կլինի ավագանի թե ազգային ժողով, ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը։ Ես Պարոն Մինասյանը այստեղ որ դպրոցի տնօրեններին ճշմարտ են ենթարկում։ Պիտի խնդրեմ, որպեսզի բոլոր նման փաստերը, եթե կան, ներկայացվեն կամ իրավապահներին, կամ մեզ, ես խոստանում եմ անձամբ այդ փաստերը որպես նախագահ հասցեագրեմ գլխավոր դատախազին եւ հետամուտ լինեմ, որպեսզի այդ փաստերը պատշաճ քննության արժանան, եթե նման բան կա։ Պարոն Մինասյանը նկատի ուներ ընտրությունների հետ կապված գործընթացներում քաղաքական հայացքներով պայմանավորված, բայց խնդիրը ուղղակի ես ցանկանում եմ հիշեցնել, որ դպրոցի տնօրենները իրենք նույնպես գտնում են քաղաքական չեզոքության մանդատի ներքո։ Այսինքն սա ուղղակի հիշեցում, բայց եթե ինչ-որ կան խնդիրներ, որոնք որ որևէ տնօրեն ընտրությունների հետ կապված
ճնշման է ենթարկում, ապա խնդրում ենք փաստերը ներկայացնել մեզ։ Կամավորների հետ կապված խնդիրը պարոն Մինասյանը, որ այստեղ բարձրացեց, հարգելի գործընկերներ, ինչպես ես խոստացել եմ, երեք այդ հարցման, պարոն Մինասյանի հարցման պատասխանը երեք ուղարկվել է, հույսով եմ, որ պարոն Մինասյանը ստացել է, իսկ խնդիրը կայանում էր սանում, որ պարոն Մինասյանը ցանկանում էր ճշտել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարծիքը ընտրական գործընթացներում կամավորների ներգրավման, այսպես ենք, փաստաթղթա շրջանը, այսինքն ինչպես պիտի իրենք վարվեն, որ օրենսդրության հետ կապված խնդիրներ չառաջանան, եւ մենք պատշաճ եւ մանրամասն բարձրաբանել ենք, որ բոլոր այն դեպքերում, երբ որ ընտրական օրենսգրքի 27 հոդվածի կարգավորումների ներքո, այսինքն կամավորները ներգրավում են եւ իրենք իրականացնում են ընտրական օրենսգրքի 27 հոդվածի ներքո գործառույթներ եւ դրա համար գումար են ստանում, էական չի, դա աշխատավարձ է, չգիտեմ, փոխհատուցում, այսինքն ինչպես է ինքը, այսպես ասենք, ներկայացում պատճառաբանությունը, բայց 27 հոդվածի ներքո, այսինքն այն ծախսերը, որոնք պիտի հայտարարագրվեն, եթե այդ նպատակով ծախս է կատարում, ապա անպայման այն պետք է կատարվի նախընտրական հիմնադրամում։ Սա ուղղակի ասում եմ, որ դուք էլ տեղյակ լինեք։ Եվ ես պարոն Դանիելյանի խոսքից պարոն Դանիելյան, ես համամիտ եմ ձեզ հետ, որ մենք բոլորս մեր գործունեությունը ծավալելուց պիտի միշտ հիշենք ինչ է մեզանից հետո մնալու, ինչպես են մեզ հիշելու։ Այո, եւ ես հավաստիացնում ձեզ, որ կա նախագահի պաշտոնում իմ պաշտոնավարումը ես իմ պարտականությունների իրավունքներով պայմանավորած ամեն ինչ անելու եմ, որպեսզի ինձ իմ պաշտոնավարումը հիշելուց երբևիցե հնարավորություն չլինի, ես նկատի ունեմ առիթ չտամ, հիմնավոր, այսպես ասենք, մեղադրանքի կամ քննադատության անգամ։ Եվ ես ձգտելու եմ, որպեսզի երբ որ պաշտոնավարման 6 տարին ավարտվի, որպեսզի այդ 6 տարի ավարտից հետո, 6 տարի պաշտոնավարելուց հետո անձիս, այսպես ասենք, անձիս քննադատելու կամ բացասական լույսի ներքո ներկայացնելու համար միակ հնարավորությունը մնա 22 թվականի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության ժամանակ իմ քվեարկելու հանգամանքի եւս մեկ անգամ հիշատակում, այսինքն այն 6 տարին, որ ես կպաշտոնավարեմ, ես ձգտելու եմ, որպեսզի այդ 6 տարվա պաշտոնավարման հետ կապված որևէ փաստ, որևէ առիթ երբեք չլինի ինձ քննադատելու, բայց որպես եզրափակիչ խոսքի վերջաբան ես պիտի խնդրեմ թե մեր падգամավորներին եւ թե առաջիկա արժանտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական գործիչներին, որպեսզի զերծ մնան կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ընդհանրապես ընտրական համակարգի հեղինակությանը վնասող խոսույթից։ Եվ սա ես այս խնդրանքս ուղղակի այդ նման քաղաքական շահերով պայմանավորված քաղաքական գործիչներին ուղղակի խնդրանքս, որ իրենք
այդ խոսույթից զերծ մնան ոչ թե այն, որ դա, ասենք, լրջագույն վնաս կհասցնի կենտրոնական ընտրական հանձնաժողովին կամ ընտրական համակարգին, այդ դա ուղղակի ինքնավնասում է։ Տվյալ խոսույթը օգտագործող քաղաքական գործչի կողմից ինքնավնասում է։ Խնդրում եմ, մի ինքնավնասեք ձեզ, որովհետև պարզ տրամաբանություն կա, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրական համակարգի հեղինակությունը փորձում ես նսեմացնել եւ դրանից հետո կոչ ես անում ընտրողին քվեարկել քո օգտին, այստեղ տրամաբանական լուրջ հակասություն կա։ Խնդրում եմ, մի ինքնավնասեք ձեզ, ունեք փաստեր, մենք աչալուրջ բոլոր փաստերին հետամուտ ենք եւ եթե կլինեն խնդիրներ, իսկ խնդիրներ բազմաթիվ են լինում, բարձրաձայնեք խնդիրների մասին եւ մենք հետամուտ կլինենք, որպիսի այդ խնդիրները լուծվեն։ Կարող են լինել խնդիրներ, որ այդ պայն մենք ինքներս չնկատենք։ Մատնացույց արեք այդ խնդիրները։ Ցույց տվեք, մենք կլուծենք։ Հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում կրկին անգամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդումը քննարկելու եւ հույսով եմ, որ երբ որ ազգային ժողովի ընտրություններից հետո, արդյունքների ամփոփումից հետո, երբ որ ես կգամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ԱԺ ընտրությունների վերաբերյալ հաղորդումը ներկայացնելու, ես, այսպես ասենք, կրկին հնարավորություն կունենամ այնպիսի միջավայրում գտնվելու, որտեղ որ չի լինի, ասենք, առարկայական խնդիր, որը կներկայացվի։ Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի այդ ընտրություններից հետո էլ ընտրական համակարգի կայի վերաբերյալ, ասենք, մեղադրանքի կամ ասենք վատաբանման փաստական հնարավորություն չլինի։ Ստեցություն ձեզ, շնորհակալություն։